մամայիս հետ գնացել էինք Սերբիա հանգստանալու։ Քնում էինք նույն ժամին, արթնանում էի մամա շուտ, իսկ ես մի 2-3 ժամ ավելի ուշ, ասում էի մամ անկեղծ կներես, էլի չգիտեմ խի եմ այսքան քնի կարիք ունեմ, խի եմ սենց գեր հոգնած, եկել ենք իբր թե արձակուրդ եւ այլն։ Ինքը ասում է արձակուրդ եկել եմ ես, դու արձակուրդ չես եկել, դու եկել ես ուրիշ երկիր։ Ասում է ես հիմա ընդհանրապես չեմ մտածում գործի մասին, ես չունեմ ոչ մի հիվանդ, իմ բոլոր հիվանդներին փակել եմ, տվել եմ այլ բժիշկների եւ հիմա չեմ մտածում ոչ մի բանի մասին։ Իմ միակ միտքը է նա, որ այսօր ուր գնանք, ինչ ուտենք, ոնց մանկանք եւ այլն, էլի։ Ասում է իսկ ինչ եկել ենք, դու օրինակ չգիտեմ, մամ մի վարքյանս համագործակցության համար խոսամ, մի հատ վիդեո ստեղից պետքա ստանամ, գովազդ անեմ, ափսոսա ստեղ եկել ենք ճամփորդել ենք մի հատ տեղեկատվական մի բան գրեմ եւ այլն, ասում է դու չես հանգստանում, սա դու էլի շարունակում ես աշխատանք անել։ Եվ այս դեպքում, երբ որ այդ իմ զբաղվածությունը միևնույն շարունակվում է, դա իհարկե իմ ընտրությունն է, բայց ամեն դեպքում իմ աշխատանքը շարունակվում է, բայց մարդիկ դա չեն էլ տեսնում։ Տեսնում են, որ Եվան ճամփորդում է եւ իր կյանքը հրաշալի է, մեկ-մեկ story անում եւ ինքը ստանում է ինչ որ տենց ահռելի գումարներ։